Պարոն Վարմանյանն էր թերևս, ասում էր, ինչու եմ ես օգտագործում Կալուգա քաղաքի անվանումը եւ ինչու եմ օգտագործում օլիգարխ եզրույթը։ Սկսեմ Կալուգա քաղաքից։ Ես փաստ եմ արձանագրում, ես որևէ վիրավորելու որևէ միտում երբևիցե չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու։ Մարդը ապրել է երկար տարիներ եւ իր գործունեությունը ծավալել է Կալուգայում։ Նույն կերպ, եթե օրինակ ես ձեր կամոք եւ ձեր կամոք ընտրվեմ ազգային ժողովի նախագահ, եթե ինձ ասեք, օրինակ, չգիտեմ, երրորդ մասի ազգային ժողովի նախագահ, ես բացարձակ չեմ վիրավորվի դրանից, ասեմ ավելին, իմ հարազատ երրորդ մասիները իրենց շատ լավ կզգան դրանից։ Դրանց մի մասը ամենայն դեպս։ Ուսման վայրով սխալ կլինի, որովհետեւ օրինակ, եթե ինձ ասեք Լոնդոնցի ազգային ժողովի նախագահ, դա փաստական սխալ կպարունակի, որովհետև ես Լոնդոնում ապրել եմ 1 տարի, Լոնդոնում չեմ կայացել որպես բիզնեսմեն, էլ ինչ ասեմ, իմ շահերի կենտրոնը Լոնդոնում չի, գրանցումս Լոնդոնում չի, Լոնդոնում անձնագրային գործ չունեմ, որի մեջ գրված է մի 6-ի մամուլի կենտրոն։ Նույնն է Լեհաստանում իդեպ։ Հաջորդը, հարգելի գործընկերներ, օլիգարխի վերաբերյալ։ Պարոն Վարմանյան ճիշտ է ասում, օլիգարխ բառի սահմանումն այն է, մարդ, որը ազդեցություն ունի պետական համակարգի վրա։ Սամվել Կարապետյանի եղբայրը երկար տարիներ եղել է ՀԿ խմբակցության ղեկավար, ՀԿ падգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հիմա էլ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության խմբակցությունը ազգային ժողովում, որը նույնպես պետական համակարգի անբաժանելի մաս է, իդեպ հարգելի գործընկերներ, եթե չգիտեք, ասեմ, դուք բոլորդ իշխանություն եք։ Այսինքն դուք օրենսդիր իշխանության մաս եք, դուք ընդդիմադիր եք իշխող ուժին, բայց դուք իշխանություն եք օրենսդիր, դրա մի մասն եք։ Եվ հետեւաբար դա լրիվ մտնում է օլիգարխ սահմանման տակ։ Կրկին ես որևէ վիրավորելու միտում չունեմ։ Ես պետք է ասեմ նաև, որ ողջունում եմ տիկին Արեգա Հովսեփյանի Ղարաբաղի բարբառով արված հետևյալ հայտարարության հետևյալ մասը, որ մենք հայրենիքում ենք։ Միանշանակ ողջունում եմ եւ ես ուզում եմ, որ մեր Ղարաբաղցի քույրերն ու եղբայրները, այդ թվում տիկին Հովսեփյանը, իմանան, որ իրենց հայրենիքում են, դուք միանշանակ ձեր հայրենիքում եք, եւ ես երբ որ ասում եմ, որ ես ամեն ինչ կանեմ, որ իմ եւ ձեր երեխաները չտեսնեն երբևէ պատերազմ, ես այդ թվում նկատի ունեմ մեր սիրելի Ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, որոնք այս 30 տարիների ընթացքում ավելի քան են տեսել այդ պատերազմը եւ էլ պետք չի տեսնեն։ Եվ իդեպ նաեւ միանշանակ կիսում եմ տիկին Հովսեփյան ձեր ասածն առայն, որ ձեր որդիները ոչնչով առավել չեն մյուսներից, իմ որդին էլ ոչնչով առավել չի եւ ես ինչի եմ ասում, որ ես պետք է ամեն ինչ անեմ, որ ինքը պատերազմ չտեսնի։ Որտեւ ես գիտեմ, որ երբ որ ժամանակը գա, ոնց որ ես եւ իմ եղբայրը չենք խուսափել բանակում ծառայելուց, նենց էլ իմ որդին չի խուսափելու, ինքը այլ երկրի քաղաքացիություն չի ստանալու, ամենայն դեպս քանի դեռ չափահաս չի, ես չեմ գրանցելու իրան ուրիշ տեղ, ես չեմ արտագաղթելու իր հետ, էլ ինչ ասեմ, ինքը Փառք Աստծո առողջ է, հուսով եմ առողջ էլ կմնա։ Եվ եթե պատերազմ լինի, Աստված չանի, ինքը ոչ մեկից առավել չի լինելու։ Եվ ոչ ոք ոչ մեկից առավել չի լինելու, բայց կրկնում եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ այս հարցը չկանգնի ընդհանրապես։ Պարոն Կարապետյան, հետաքրքիր բան եք ասում